լինել անվանի մարդու երեխա բոլոր առումներով բարդ է։ Ինձ համար մի մարդ ես, որը առնվազն 3 կարծրատիպ կոտրել ես։ Այսօրվա պես հիշում եմ, հայրիկից մայրս ասաց, թե Արսեն ուզում է դատարեցնի դաշնամուրը, գնա ըմբշամարտի։ Ինչպես ես դրան նայում, ես ուզում եմ թող գնա, թե վերջում դա որ կտանի, ժամանակը ցույց կտա, տպավորություն է, որ աշխարհի քաղաքագիտական բոլոր փորձերը մեր վրա անում են։ Եթե նրանք մնացին իշխանության, բոլորիս բերաները ուղղակի փակվելու է, այլևս ուղղակի իրավունք չես ունենալու խոսես։ Բարև ձեզ, այսօրվա Ալֆա զրուցակցի հյուրն է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, պատմական գիտությունների տեխնացու Արսեն Ջուլֆալակյան, դոկտոր հայրը արդեն։ Նոր փոփոխություններից հետո, այո, կարգ փոխեցին, չէ՞, այլևս գիտությունների տեխնացու աշխանը հանեցին։ Հիմա դա PhD-ն է, թե դա անհասկանալի է, այսինքն հիմա PhD-ը չկա Հայաստանում։ Դու կարող ես գնալ եւ ասել, որ ես դոկտոր, նախ ողջույն Տիգրան ջան, եւ շարունակելով թեման, առաջի դեպքը, որ դրա հետ առնչվեցի, 2023 թվականին էր, պետք է Եվրոխորհրդարանում, Եվրոպարլամենտում ելույթ ունենայի, ու դե պարզ է նախապես CV-ն ուզել էին, բնականաբար այնտեղ նշված էր պատմական գիտությունների տեխնացու, այսինքն անգլերենով PhD, ու հանկարծ զանգ ստացա այնտեղից ճշտելու համար, թե PhD-ն որն է, մեր մոտ չկա այդ աշխարհը, այսինքն Եվրոպայում չկա այդ աշխարհը, ասացի կներեք, ես չեմ կարող ներկայանալ որպես դոկտոր, որովհետև չունեմ այդ աշխարհը, այնտեղ ուղղակի բացատրեցին, որ իրենց մոտ մաստերսից հետո գալիս է միանգամից դոկտորը, ու եթե դու մաստերս ունես եւ մյուս աշխարհ ունես, ավտոմատ քեզ պետք է ներկայացնեմ որպես դոկտոր, ես էլ կես կատակ, կես դուրջ ասում եի նստած տեղը դոկտոր դարա, հետո արդեն եկավ մեզ մոտ Հայաստան, այս նոր փոփոխությունները, որ արեց գործող իշխանությունը, վերացրեց գիտությունների տեխնացու PhD աստիճանակարգը ու մնաց միայն masters եւ doctor, հա։ Բայց դա ինչի համար արվեց, ինչ որ հավասարեցնել կանդիդատներին, դոկտորներին, թե դա ինչ որ նախընտրական կուտա, թե որտեղ անհասկանալի է, այլ մարդիկ, չգիտեմ, տարիներով գիտելիք են, հոդվածներ են գրում եւ այլն, որպեսզի դոկտոր դառնան, հա, տեխնացուից եւ 10-ից մեկն է երևի դառնում, չգիտեմ, ճիշտ ասած վիճակագրությունը, եւ հիմա վերցեցին հավասարեցին։ Նոպոտարապես նույն տպավորությունն է, ոնց որ բուժքրոջը միանգամից բժիշկ նշանակեն, ասեն այսօր մենք դուք բժիշկ եք։ Իսկապես չեմ հետևել իրենց բացատրություններին, որովհետեւ բացարձակ լուրջ չեմ վերաբերում, ինչ էլ ասում են մանիպուլյացիա եմ տեսնում։ Որպես գիտության մարդ նաեւ։ Ըստ իս, ուղղակի հարմարեցնում են, հավասարեցնում են եվրոպական ստանդարտներին։ Աստիճանակարգերը նմանեցնում են, ուսումնական կարգը նմանեցնում են, այսինքն լինելով քաղաքական առումով մեկ այլ կառույցի մեջ, եվրասիական կառույցի մեջ, քիչ-քիչ, ենթադրաբար, աստիճանաբար հարմարեցնում են բոլոր այդ տարբեր ինստիտուտները, աստիճանակարգերը եւ այլն եվրոպական ստանդարտներին, թե վերջում դա որ կտանի ժամանակը ցույց կտա, բայց ակնհայտ է, որ նույն Եվրասիական միությունում չկա նման բան, կա բակալավր, կա մաստերս, կա գիտությունների տեխնացու եւ կա դոկտոր, 4 աստիճանակարգ է։ Հիմա մեզ մոտ դարձավ 3, այն ինչ որ կա Եվրոպայում։ Արդեն վերադառնանք ոնց որ այս կողմից ամենասկզբնականը, հա, աշակերտ կարգավիճակին, գիտական աստիճանին, այսպես ասենք։ Նայ, օրինակ, ես որ աշակերտ էի, առաջի դասարանը մի քիչ թեթև կասմանով ուզեցա դառնալ, բայց հետո մտածեցի, եթե հայրիկս ֆիզիկայով է զբաղվում, երևի լավ բան է, այսինքն վստահելով հայրիկից, որոշեցի, որ այո, ֆիզիկայով պետք է գնամ եւ երկրորդ դասարից միշտ հիշում եմ, հարցում են ինչ ես ուզում դառնալ, ֆիզիկոս մի քիչ հարց էին նայում, այսինքն երեխայի շիչ բանն է, առանց հասկանալու ֆիզիկան ինչ է եւ այլն, բայց ուղղակի ավտորիտետ, հա, հայրս եւ հիմա քո պարագայում էլ երևի նույնն է եղել, ինչքանով է ծնողը պատասխանատու, մեղավոր կամ որ երեխան այդ ճանապարհն է ընտրում, այսինքն դու ես ենթադրենք տեսել ես հայրիկիդ հաջողությունները եւ այլն այդ միջավայրում եւ այլևս ընտրություն չուներ, թե փոքրիկ Արսենը 5 տարեկան, 6 տարեկան առաջի դասարանում այլ բանով էր ուզում զբաղվել։ Չէ, հիմա բացարձակապես այլ էր Տիգրան ջան։ Իսկապես եմ ասում, չի եղել մի օր, ես չեմ հիշում այդպիսի օր, որ հայրս ինձ ասեր, թե պետք է դառնաս մարզիկ եւ կապ չունի ինչ մարզաձև։ Չի դրվել նման նպատակ, որ պարտադիր պետք է շարունակեմ
նրա գործը եւ կարծում եմ պատճառը շատ հիմնավոր եւ օբյեկտիվ էր, պրոֆեսիոնալ մարզիկների մեծ մասը հետագայում չեն ցանկանում, որ իրենց երեխաները շարունակեն նույն գծով, իմանալով խորությամբ բարդությունները։ Իհարկե չի կարելի բոլորի մասին դա ասել, եւ հատկապես նրանք, ովքեր ունեն չիրականացված երազանք մարզաշխարհից, ցանկանում են, որ իրենց երեխաները դա իրականացնեն։ Հայրիկիս դեպքում այդպես չէր, բոլոր տիտղոսները նվաճել էր, կիսատ մնացած բան չէր թողել, հա, սպորտում նկատի ունեմ, բոլոր մեծ տիտղոսներն ունի։ Իմ դեպքում ինչ եմ հիշում, միակ բանը, որ սպորտի հետ առնչություն ուներ, հայրս հատկապես տաք եղանակին կազմակերպում էր Բաքում, Հայատում, ոչ թե մրցաշար, այլ հայերեն ասած կողը, հա, մեր ազգային հետ ըմբշամարտի փոքր գորգ ունեինք, այ երևի է սեղանի չափ տանը, դա գորգ չի, ուղղակի մի մատ կոչվածն է ռուսերեն, հա, ասֆալտի վրա փռում էր, երկու հատ դրանից ունեինք, ու հա, Բաքի տղաներին, չէ, Հայատի տղաներին ասում էր եկեք մրցեք իրար հետ, վերջում էր հիշում եմ, դե պատկերացեք, այդ խոսում եմ 93-94 թվերի մասին, երբ ամեն ինչի սղություն կար, վերջում էր բոլորին կոնֆետներ էր բաժանում ու շատ ոգևորվում էինք դրանից։ Դա է եղել միակ այսպիսի մրցումային բանը այդ տարիքում եւ իհարկե դու հաղթում ես երևի հաճախ եթե ոչ միշտ ես էի հաղթող դուս գալիս։ Այդ ինչ բնացին թե հետևել ես հայրիկի մենամարտերին ոնց է ինչա տունը խոսակցությունները։ Միջավայրը այդպեսին է։ Այդպես ինչպես դու նշեցիր ֆիզիկային է, չէ, անընդհատ բնականաբար տուններ լինում են, ֆիզիկոսներ, գիտնականներ, թեմաները հիմնականում այդ ոլորտից են։ Մեր տանն էլ պատկերացեք, ում որ դուք տեսել եք այն ժամանակ հեռուստացույցով, նույն լեգենդար Կարելին, մնացած այդ մեծ անունները, հա, մեր տան հյուրեր էին, հյուրե չէին, կարելի ասել մեր տան անդամներ էին, որովհետև այն ժամանակ թիմի մեջ կապը շատ ավելի անմիջական էր, ավելի սերտ էր, քան հիմա է, հիմա փոխվել է բոլոր երկրներում, դա միայն Հայաստանին չի վերաբերում, եւ երբ դու տեսնում ես առավոտվանից երեկո անընդհատ սպորտային թեմաներ, արդեն ուզես քո վրա էլ է ինչ-որ չափով գալիս, բայց ինչ է ես տեսնում, երբ գնում էինք հավաքների, այսինքն հայրս գնում էր հավաքների, նորից ելնելով այդ տարիների վատ առումով յուրահատկությունից երկրաշարժ, հետո դրա շարունակությունը Գյումրիում ծանր էր եւ խորհրդային իշխանությունները թույլ էին տվել Հայաստանի հավաքականին մեկնել հավաքների իրենց ընտանիքներով եւ ստացվեց այնպես որ արդեն դե պատմում են ես հիշում եմ դրվագներ բայց ավելի շատ ծնողներս են պատմել ես պատմածով եմ հիմա հիշում եւ վերարտադրում տարիներ եղան մասնավորապես 90 թվականը, 91-ը, հետո արդեն փլուզումից հետո նաև 92-ը ավտոմատ գնաց, հա, դեռ արդեն խորհրդային միություն չկար, բայց դեռ շարունակվում էր։ 2, 3, 4 ամսով Հայաստանի առաջատար մարզիկներին թույլ էին տալիս իրենց ընտանիքներով գտնվել խորհրդային միության տարածքի տարբեր մարզական բազաներում։ Ղրիմում, նույն Հայաստանի Ծաղկաձորում, Ջերմուկում եւ ստացվում էր դու ապրում ես այդ սպորտային միջավայրում։ Բադոպրոց Դե այն ժամանակ դեռ դասի չէի, փոքր էի, պարտեզի տարիքներ, պարտեզել էին ապահովում, որ երեխաները այն ովքեր այդ տարիքի էին գնային պարտեզ, մեծ տարիքի հիմնականում չկային երեխաներ այդ թիմում եւ այդպես մեծանում էինք տարբեր երկրներով, հա, այդպես էլ նաեւ եղավ այդ միջազգային շփումը առաջի հետխորհրդային արդեն տարածքի երկրներում, շատ հետաքրքիր փորձեր իհարկե, բայց այդպես ես ծանոթացա սպորտին։ Իսկ որ դու եկար հայրիկի տասիր ուզում եմ բարբա սովորեմ կամ հա դրա կապը հետաքրքիր էր որպես ապացույց ասացիս առաջի պրոֆեսիոնալ այսպես զբաղմունքը եղել է դաշնամուրը որ եկել եմ տուն եւ խնդրել եմ որ ինձ տանեն դաշնամուրի դասերի տարան առաջի միակ բանն եղել որ չեմ ավարտել առաջի 1-2 շաբաթը այսպես энտուզիազմով ոգևորված գնում էի հետո չգիտեմ ինչպես ուսուցիչները հետո դիագնոզը դրեցին ամեն ինչը անգիր էի անում չէի ուզում այդպես սովորել ուղղակի նոտաներն էի անգիր անում անգիրով նվագում էի չէի հետևում դասերին բան 2 տարի բայց գնացի նույնիսկ համերգի եմ մասնակցել 2-3 անգամ ինչ եմ նվագում ես չէ ցավոք սրտի դադարեցի եւ հա
դա էլ եղավ պատճառը առիթը տեղափոխվելու Ըմբշամարտի, մինչև Դաշնամուրը մայրս շատ ակտիվ տարբեր խմբակներ էր տանում։ Նորից չմոռանանք ժամանակաշրջանը, խոսում ենք 93-94 թվականների մասին, ամենածանր տարիներն էին։ Ծանրագույն, որ հիշում եմ, նույնիսկ երեխա վիճակում շատ լավ եմ հիշում, նախ ամեն ինչը ոտքով էր, տրանսպորտ հասկացողություն չկար եւ հեռավորություններն մեծ էին։ Առավոտյան մայրիկիս հետ ոտքով հասնում էինք Պարտեզ, մոտավորապես եթե թվերով ասեմ 3-3.5 կիլոմետր ամեն օր։ Բացակայություն մեր մոտ չկա այդպիսի հասկացողություն։ Փոքրուց ծնողներս դա դրել են։ Լինել պունկտուալ, չբացակայել։ Հասնում էինք Պարտեզ, Պարտեզից գալիս էր քնից հետո վերցնում էր, որ տաներ հասցներ խմբակների, չէի մնում մինչև վեր Պարտեզում, 3-ին 3:30 վերցնում էր, տանում էր մի օր անգլերենի խմբակ, հետո երկի խմբակ, նկարչության խմբակ եմ գնացել, կար ժամանակահատված բարի խմբակ եմ գնացել, դա Գյումրիի Գեղարվեստի ակադեմիա էր կարծեմ կոչվում։ Հենց հիմա որ գնում եք Գյումրի, ամենակենտրոնում հրապարակին գից, դա ուղղակի փրկողակ էր այդ ժամանակվա սերնդի համար, մշակույթ, արվեստ, ազգային բարեր, եւ զարգանային ազգայինը պահեին, այդտեղ կտրվում էին եւ ծնողները եւ իհարկե երեխաները ունենում էին իդեալական մանկություն, թեկուզ որ քաղաքը կիսավեր էր, ծանր էր շատ եւ շատ հաճախ այդ մասին եմ մտածում, թե նման պայմաններում մեր ծնողները, մեր մեծերը ինչպես էին կարողանում ժամանակ հատկացնեին այդպիսի վեհ բաների, հա, մշակույթ, արվեստ, ամեն շաբաթ գնում ենք տիկնիկային, ամիսը 1-2 գնում ենք թատրոն, մեծամասամբ անվճար էր, որովհետև բնականաբար բոլորիս մոտ էլ ֆինանսական խնդիր կար, այդ տարիները կրկնեմ շատ ծանր էին, հետո արդեն 10-11 տարեկանում 4 դասարան էի, Դաշնամուրից փախնելու համար, մի օր եկա տուն, որտեղ իրոք բարդ էր, բոլոր հարևանները լսում էին ձայները մեր դասերի, մայրս ինչպես էր հայրը բարեցա, ինքը Դաշնամուրի է գնում, չէ, գիտես, այդ պահը կա, երբ ուժեղ ես լինում, ֆիզիկապես, էլ այդ այսպես յարլիկ կոչվածները չի աշխատում քո վրա, առաջի դասարանից էլ գերազանց սկսել եմ դպրոցում, մայրս շատ հետևողական էր, շատ մեծ կարևորություն էր տալիս ուսմանը, ինքը շատ սիրում էի, դեռ 5 տարեկանից արդեն սովորել էի գրել, կարդալ, երբ առաջի դասարան գնացի, այնտեղ միանգամից առաջարկեցին, որ կամ երկրորդ կամ երրորդ գնամ, որովհետև պատրաստ էի մաթեմատիկան, ու այդպես էլ դասարանում ոչ մեկ չկարողացավ ճնշել նրա համար, որ Դաշնամուրի եմ գնում, չի եղել այդպես բան, միանգամից ավակը դարձա դասարանի, շատ էին կռիվները, որ դաշնակահար է, բայց դե ստիպեցիք բոլորին հարգել Դաշնամուրը։ Այո, նման խնդիր երբեք չեղավ։ Հետո արդեն 4 դասարանում եկա մի օր տուն ու ուղղակի խնդրեցի մայրիկից, թե խնդրում եմ, հանեք Դաշնամուրի դասերից, ուզում եմ գնամ Ըմբշամարտի։ Ինչի սա պատմեցի։ Տեսեք, հերթով եկանք, չէ, չի եղել օր, որ հայրս ինձ ասի, թե պետք է գնաս Ըմբշամարտի կամ սպորտով զբաղվես։ Բացարձակապես եղել էին որոշումը ու այդպես է շարունակել եմ։ Նույնը եղբորս դեպքում։ Եղբորս էլ ոչ մեկ չի պարտադրել, մի օր, երբ ես արդեն 2 տարի հաճախում էի Ըմբշամարտի խմբակ, ինքն էլ ուզեց, չմերժեցին, տարան հայրս Հայաստանում է չէր այդ ժամանակ, երբ ես առաջի մարզումին գնացի Ըմբշամարտի, մայրիկիս հետ եմ գնացել։ Ընդհակուն գնացիր։ Համայնա, այդպես է ստացվում։ Մայրս Իսկ որ եկավ իմացավ։ Չէ, գիտեք ոնց եղավ, այսօրվա պես հիշում եմ, դե այն ժամանակ էս հեռախոսները չկային, լարով հեռախոսներն էին, պետք է, չէ, հերթ կոդը հավաքեր եւ այլն, այդպես ստացվեց այդ կապը ու հայրիկիս մայրս ասեց, թե Արսեն ուզում է դատարեցնի Դաշնամուրը, գնա Ըմբշամարտի, ինչպես ես դրան նայում, ես ուզում եմ թող գնա, ես էլ կվերադառնամ ու արդեն կգամ կտեսնեմ էլի, ինչ ոնց, ուղղակի խորհուրդ տվեց, որ մարզիչի մոտ գնացի, հետո կարճ մի շաբաթ, 2 շաբաթ հետո երբ արդեն վերադարձավ Հայաստան, արդեն գնաց, բնականաբար իր թիմակիցներն էին նախկին, այն ժամանակ հայրս Գյումրիում ակումբ էր ստեղծել, հենց Ջուֆալակյանի անվան ակումբ, դա իրականում մեծապես օգնեց Գյումրիի մարզիկներին, ըմբիշներին, ինչ որ ձևով այդ ընթացքում բառից բուն իմաստով գոյատևել, որտեղ գոյատևելու խնդիր էր,
Չէին գնում մրցումների, չկային հավաքներ, չկար ֆինանսավորում, իսկ այդ ակումբը թույլ էր տալիս տարբեր անհատներից, կազմակերպություններից, թեկուզ փոքր, բայց ինչ որ գումար հավաքել, որը ամբողջապես գնում էր մարզիկների տարական կարիքները հոգալում, այսինքն ուղղակի մարզվել եւ մեկնել մրցումների, նույնիսկ դա չկար։ Կրկնեմ, խոսում ենք 93-ից 96 թվականների մասին։ Արսեն, ասեցիր, որ հայրիկդ ամեն ինչի հասել էր կյանքում, հա, սպորտային նաև երևի թե միշտ քեզ ընդունում են որպես Լևոնի որդի, հա, Արսեն, որ պահից դու արդեն հասկացար, որ դու Արսեն Ջուլֆալակյանն ես եւ ենթադրենք քո երեխաներն արդեն ասում են Արսենի երեխաներ, ոչ թե Լևոնի թորներ եւ այսինքն երբ ըսքես եկավ այն պահը, որ դու արդեն դուրս եկար այդ պարադիգմայից, հա, որ դու Լևոն Ջուլֆալակյանի որդին ես, այլ արդեն ինքնուրույն Արսեն Ջուլֆալակյանն ես, այդ պահը դու ճուտային զգացիր, թե երբ է դա։ Բոլոր երեխաների մոտ այդ պահը գալիս է, որ ինքը արդեն հայրիկի ստվերից դուրս է գալիս եւ ինքնուրույն է դառնում, միշտ հետաքրքիր է պահը երբ է զգում, որ դու արդեն հենց լիարժեք Արսեն Ջուլֆալակյանն ես եւ արդեն քո բարեկամները, հարազատները արդեն ասում են ես Արսենի եղբայրն եմ, Արսենի երեխան եմ, Արսենի ծանոթն եմ եւ այլն։ Շատ լուրջ թեմա է, բացատրեմ ինչի։ Հաճախ ենք այդ հարցը քննարկում, չէ՞, տարբեր միջավայրերում, թե ինչի կայացած անվանի մարդկանց երեխաները հաճախ մեծ հաջողությունների չեն հասնում, դեռ ավելին հակապատկեր են դառնում։ Դու յուրատուկ բացառությունն ես։ Այդ հիմա հենց դրան եմ ուզում անդրադառնամ, դրա բարդություններին։ Ահավոր բարդ է։ Լինել անվանի մարդու երեխա բոլոր առումներով բարդ է։ Մեծ ծանրաբեռնվածություն է, մեծ ճնշում է, պատասխանատվություն է, հատկապես երբ ընտանիքն է պատասխանատու, ծնողներն են պատասխանատու եւ համակարգը, համակարգը շատ հաճախ կոտրում է մարդուն եւ դա միայն Հայաստանի մասին չի, դա գլոբալ է, հակառակ արևմուտքում ավելի շատ է։ Ինչ է լինում։ Նախ ինչ որ մի փուլ երեխային թվում է թե նրան ամեն ինչ կարելի է, ամենակարող է, ծնողների պատճառով, այդ ծնողի կամ մայրը կամ հայրը կախված ով է հայտնի, հա, եւ դա փչացնում է բնականաբար երեխային, հատկապես երբ չկա ճիշտ դաստիարակություն, երկրորդ ծնողները հաճախ հատկապես հիմա ժամանակի շուտ հանրային են դարձնում երեխաներին։ Եվ պատկերացրեք, չկայացած երեխան երեխա է, չկայացած որն է, երեխա է, էլի, հում է դեռ, դառնում է համաշխարհային աստղ, չլինելով ոչ մեկ, անձամբ, ուղղակի հայտնի մարդու երեխա է, դեռ ոչինչ չի ասի անձամբ։ Եվ հաղթահարել այդ ճանաչվածության բարդությունները, երբ դու երեխա ես, շատ բարդ է։ Հետո մեկ այլ շատ կարևոր բարդություն։ Ինչ որ մի փուլից սկսած, ինչ անում ես, միևնույնն է վերագրում են ծնողիդ։ Կոտրում է դա քեզ շատ ուժեղ։ Ինչի հասնում ես, ասում են դե էս ինչ մարդու, հա, երեխան է, պապան է, մաման է, հիմա բերեմ կոնկրետ օրինակներ հենց ինձ վրա։ Առաջի դեպքը, որ ինքս փորձեցի հայրիկիս անունը օգտագործել, որ այսպեսի բոնուսներ ստանամ եւ շատ ուսուցողական եղավ, ուզում եմ նաեւ այստեղ կրկնել, եթե ինչ-որ առիթով ասել եմ, այստեղ է կրկնենք, թող նաեւ հանրությունը լսի եւ ինչ-որ առումով կարող է նաեւ օրինակելի լինի։ Գնացել էինք Լողավազան մարզումների թիմով, արդեն իմ թիմով, երեխաների 11-12 տարեկան էինք, մարզիչը ուշացավ, այդ Լողավազանի մուտքի մոտ բոլոր օլիմպիական չեմպիոնների նկարներն են փակցրած Հայաստանի եւ բնականաբար հայրիկիս նկարը, թիմակիցներս, երեխաներ 11-12 տարեկան, երբ տեսան հայրիկիս նկարը, ասացին Արսեն, խնդրի պահակին, թող բացի մենք մտնենք առանց մարզիչի, գումարները չենք վճարի, անվճար կթողեն ու ես ոգևորված, դե ես Լևոնի որդին եմ բան, մի քիչ էլ որ այդպես ուրացրեցին թիմակիցներս, ոգևորված գնացի պահակին ասեցի, ես Լևոնի որդին եմ, բացեք, մտնենք, լողանանք, մինչև մարզիչը կգա։ Ընտառաջեց պահակը, խնդիր չկա, եկեք եւ մի 10-15 րոպե հետո մարզիչս եկավ ու շատ ճիշտ, շատ հակիրճ դիտողություն արեց։ Ասի եթե դու հիմիկվանից որոշել ես ամենտեղ հայրիկի անունը օգտագործելով առաջ գնալ, վստահեցնում եմ քեզ, դու տեղ չես հասնի, շատ առաջ չես գնա։
մի անտերի օգտագործի հայրիկի անունը։ Այնպես արա, որ քեզ ճանաչեն քեզանով, այլ ոչ թե որպես Լևոն Ջուֆալակյանի որդի։ Այսօրվա պես այդ դրվագը մեջս մնացել այդ կադրը, տեղը որտեղ ասեց, ինչպես ասեց, ու դա դաս եղավ, դրանից հետո ինձ համար կարծես չգրված օրենք էր ոչ միտեղ չներկայանալ որպես Լևոն Ջուֆալակյանի որդի 11-12 տարեկան էի։ Կճանաչեն շատ լավ, բայց մի մտի ինչ որ մի վայր եւ մի ասա, գիտեք ես ով եմ, ես ինչ մարդու որդին եմ, որպեսզի ինչ որ հարցեր հեշտացնես։ Եվ որպես ասացի ապացույց, երբ ընդունվեցի Երևանի Պետական Համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, երկրորդ սեմեստրում նոր բազմաթիվ դասախոսներից մի քանիսը գիտեին իհարկե, բայց երկրորդ սեմեստրում բոլորը նոր իմացան, որ Լևոն Ջուֆալակյանի որդին եմ, ովքեր ազգանունով միանգամից ճանաչում էին ու հարցնում էին Լևոնի հետ ինչ կապ ունես, ասում էի, հենց սկզբից էին իմանում, իսկ ովքեր չէին կապում, հետո արդեն երկրորդ սեմեստրում երբ ինչ-որ մրցում հաղթեցի եւ լուրերով գնաց, այդ ժամանակ իմացան, որ Լևոն Ջուֆալակյանի որդին եմ, այսինքն ինձ մոտ այդպիսի կարգ ձևավորվեց, ոչ միտեղ չներկայանալ, չօգտագործել հայրիկիս անունը, որովհետեւ ինչ-որ բոնուսներ ստանամ, հա։ Դա առաջի դասն էր։ Հետո հետը, երբ արդեն իմ տիտղոսները սկսեցին գալ, սկսեցին ինձ ճանաչել, հետո սկսվեց արդեն social media-ի, հա, այդ սոցիալական հարթակների դարաշրջանը քիչ-քիչ, որը ավելի պոպուլյար է քեզ դարձնում, չմոռանանք, այդ բանն առաջացավ, չէ՞, մի հատ այսպեսի միջանցք առաջացավ մեր խորհրդային միության վերջին շրջանի նորանկախ Հայաստանի սկզբի չեմպիոններին շատերը ուղղակի չէին ճանաչում։ Այդ ընթացքը NSNG-ի թիմը 92 թվականի հաղթողները մինչև 96-97 օրինակ ես իմ անուններ կարող եմ տամ, որ ուղղակի մարդիկ չեն ճանաչում, ինչ շատ ցավալի աշխարհի չեմպիոններ, աշխարհի մրցանակակիրներ, Եվրոպայի չեմպիոններ, որոնք ընկան 92-ից 96-97 թվականներին, ասենք երջանկահիշատակ Աղասի Մանուկյանը նորանկախ Հայաստանի առաջի աշխարհի չեմպիոնն է բոլոր մարզաձևերում։ Շատ քչերը հիմա գիտեն նրան, ինչի որովհետև ժամանակաշրջանն էր այդպեսին։ Հետո երբ առաջացավ արդեն ինտերնետը, մեդիան եւ այլն ավելի ակտիվացավ, կարող էր ընդամենը պատանիների մեջ ինչ-որ մի մրցում հաղթեիր եւ այնպեսի անուն ձեռք բերեիր, որ նույնիսկ աշխարհի չեմպիոնը մեծահասակների չունենար այդպեսի անուն։ Եվ դեպք եղավ հայրիկիս փողոցում ինչ-որ ոստիկան թե ինչ մոտենում է, որ ողջունի, շփոթելով ինձ հետ։ Մոտենում է Արսեն ջան, ո՞նց եք։ Հայրս էլ չի ասում, թե ես Լևոն եմ, բան ասում է լավ եմ, ու սկսում են խոսալ։ Խոսում են, այս մի քիչ հումորային է եւ հետաքրքիր պատմություն է։ Վերջում լիքը հաջողություններ մաղթելուց հետո ասում է հայրիկին է կբարևես, խնդրում եմ։ Հայրս ասում է, հայրիկս մահացել է։ Պապիկիս նկատի ունի։ Այս խեղճ ոստիկանը շատ վատ դրության մեջ է հայտնվում, թե ոնց։ Այսինքն նախ մեկ, ես ինչ ասեցի, երկրորդ ինչպես չեմ իմացել։ Հետո նոր հայրս հասկանում է, որ քանի որ սկսել էր խոսակցությունը Արսենով, պետք է շարունակել նաև Արսենով եւ վերաբերել Լևոնին, էլի։ Հետո նոր հասկանում է, պարը շտկում է, ոստիկանն էլ ավելի հանգիստ, այս նորից պատասխանելով հարցին, թե որ փուլից զգացի, 21-22 տարեկանից շատ հաճախ ինձ հենց ճանաչում էին որպես Արսեն Ջուֆալակյան, իսկ հետո արդեն անընդհատ, հա, ավագ սերունդն է, որ հիմա երբ մոտենում է եւ հայրիկիս մասին է ասում եւ ինձ, բայց 21-22 տարեկանից կարող եմ ասեմ, որ արդեն առնվազն այդ ժամանակվա սերունդը ճանաչում էր ինձ որպես Արսեն Ջուֆալակյան եւ հետո Լևոն Ջուֆալակյանի որդի, հա։ Արսեն, դպրոցը գերազանցիա մեզ ավարտել, ինչքան ես հասկանում եմ, եղել ես Հայաստանի լավագույն մարզիկ 2012-ին, եղել ես Պարսկաստանի չեմպիոն, եղել ես Գերմանիայի չեմպիոն, Ֆրանսիայում չեմպիոն չես դարձել, բայց բոլոր գոտի մարտերը հաղթել ես, համալսարանել ես, երևի կարմիր դիպլոմով ավարտել, դժվար է գերազանցիկ լինել ամենտեղ։ Իհարկե բարդ է, բայց հաճախ ասում եմ պերֆեկցիոնիզմ է, մաքսիմալիզմ է, այսինքն դա ինչ է, այսինքն թույլ տալ ինչ որ միտեղ ռուսերեն ասած ռասլաբիցը։ Այսպես էի մտածում։ Եվ երևի էլի դաստիարակությունից հենց սկզբից դրված, հա, ծրագիրը ինչ է դրվել։ Եթե ինչ որ միտեղ կան, ինչի՞ չձգտեմ լինել լավագույնը։
այնպես չէր որ այդպես մահացու դրված էր, հա, կամ կլինես լավագույնը կամ չէ։ Այդպես չի եղել։ Բայց եթե սա այն ոլորտն է, որտեղ ես ուզում եմ լուրջ զբաղվել, մտնել խորությամբ, ինչի չփորձել լինել առաջինը, այլ ուղղակի լինել։ Չի եղել այդպիսի ի սկզբանե որոշում ոչ մի ոլորտի վերաբերյալ, այդ թվում դաշնամուրի։ Այսինքն չգիտեմ, ընդհանրապես այս ֆիզիկան է թող 4-ը լինի։ Հա, չի եղել այդպես։ Չի լինի։ Եթե կարող ես, եղի լավագույնը, չի ստացվի լավագույնը, գոնե մի քիչ ցածր կլինի, ոչ թե ոչինչ։ Այսինքն մեզ մոտ, մեր ընտանիքում չկար այդպիսի դրված, որ բոլոր առարկաների մեջ, չգիտեմ, օրինակ կարելի է քիմիան առհասարակ 2 լինի այն ժամանակ 5 բալով էր, չէ՞, ֆիզիկան թող ոչինչ 3 լինի, չէ, ձգտի թող ամեն ինչը լինի գերազանց, եթե չի ստացվի, հա ոչինչ, թող 4 լինի, 5 չլինի։ Նույնը սպորտում էր, բայց սպորտում արդեն X տարիքից սկսած, երբ արդեն ավելի ինքս գիտակից դարձա, ինձ մոտ չկար այդպիսի բան, որ կարելի է գնալ, օրինակ ֆինալ ես հասել եւ բավարարվել երկրորդ տեղով։ Հասել ես ֆինալ, հաղթի ոսկին վերցրա։ Ինչի բավարարվես երրորդ տեղով։ Ինչի 3 շրջան հաղթել ես, հետո ասես լավ դե, այս մրցումների համար բավարար է։ Չէ, գնա մաքսիմումին, չի ստացվի, դու գիտես, որ բոլոր ջանքերը դրա համար գործադրել ես եւ դա նորմալ է, միշտ չի որ ստացվում է։ Ում մոտ է միշտ ստացվում, այդպես չի լինում։ Բայց ինչի ինքդ քեզ սահմանափակ ես։ Կրկնեմ, շատ բարդ է։ Շատ բարդ է։ Բարդ է, որովհետեւ ամենտեղ բոլոր տեղերով պետք է եմ ասում ֆիզիկան որպես օրինակ բերեցի, բայց պետք է դրա վրա էլ ուշադրություն դարձնես, դա ժամանակ է, չէ՞, խլում։ Իհարկե։ Պետք է բազմաթիվ հարցերում զողողությունների գնաս, զիջումների գնաս, որ կարողանաս այնտեղ, որտեղ քո համար առաջնահերթություն է, իսկապես հասնես մաքսիմալ արդյունքին եւ ինձ մոտ այդպես էլ եղել է, հաճախ նշում եմ որպես հաջողության գրավական այդ ամեն ինչին հասնելու ճիշտ պլանավորումը, ժամանակի ճիշտ պլանավորումը։ Այսինքն դու չէր կարող ամեն օր ընկերներիդ հետ ժամանակ անցկացնել։ Սովորական հանգիստ ժամանակ, ինչ-որ ելնել, քայլել կամ ինչ-որ միտեղ նստել, զրուցել, չէ, դա խիստ սահմանափակված էր, ասենք, պայմանական, շաբաթօր ընկերների հետ։ Իսկ իրական շրջապատում բան չկար, էլի գնաց սովորել ինչ-որ բան սենց։ Սկզբում կար, թե լավ հերիք չէ։ Որովհետև փակ մարդ չես, միջավայրի մարդ ես, երևի թե հիմնականում ըմբշամարտի թիմում էր սկզբում, սպորտի թիմում էր, հա, այդ չհասկացվածությունը։ Լավ, մենք ընկերներով հավաքված ենք, թիմակիցներով հավաքված ենք, դու ասում ես, գիտեք, կարտալու ժամանակն է։ Սկզբում բարդ էր, ինձ էլ էր բարդ, որովհետև հաճելի միջավայր է, քո թիմակիցներն են, ուզում ես նստես, մի քիչ անհոգ զրուցես, կենտրոնանաս միայն սպորտի վրա, բայց եւ այդ երևի ի սկզբանե դաստիարակությունը, որ չի կարելի այս կան անցնելուց հետո կիսատ թողել, եւ նաեւ արդեն իմ ձգտումները, իմ նպատակները։ Հետո մի շատ կարևոր բան եղավ 2004 թվականին, երբ համալսարան ընդունվելու տարին էր, այդտեղ երևի ամենալուրջ այսպես անհամաձայնությունը կար հայրիկիս հետ։ Հայրս նշում էր, որ չես կարողանա երկուսն էլ հասցնել՝ սպորտը եւ գիտությունը, կրթությունը։ Արի որոշի։ Մեկն ու մեկ ընտրի, այդ մեկով գնա։ Ես որ ջանք ու երան չէի խնայում, որ ապացուցեի, որ երկուսն էլ կարողանամ։ Բայց մի խախտում էի թույլ տվել ըստ սպորտային նրա դիսցիպլինայի, ինչը ես ճիշտ եմ համարում, 11-ին պրոֆեսիոնալ մարզիկը երեկոյան 11-ին պետք է քնած լիներ, հա։ Ես չէի հասցնում 11-ին եւ 12-ին 12:30 էի քնում, առավոտն էլ արթնանում էի 6:30, 7-ին, որ համ կիսաթողած դասեր արեի, համ էլ առավոտյան մի հատ մարզով էի, հետո նոր գնայի դասի։ Ու ասում էր երկար այսպես չձգի հայրս։ Եվ ցավոք սրտի այդ շրջանում մի միջազգային մրցաշար եղավ, որ չեմպիոն չդարձա, ինչպես կարծես հիմնավորեցի իր թեզը, հա, որ հնարավոր չէ երկուսն է հասցնել, բայց հետո մյուս իսկ հնարավորության դեպքում մյուս մրցումներին հաղթեցի, ապացուցեցի եւ երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարան, նույն տարին դարձա պատանների Եվրոպայի չեմպիոն։ Այսինքն ստացվեց երկուսն էլ 100%-անոց արդյունք։ Ասես լավ, արի փորձենք, տեսնենք ինչքան կարողանաս։ Այդպես 4 տարի փորձեցինք, բակալավրը գիրազանց ավարտեցի, բակալավրն եմ կարմիր դիպլոմով ավարտել, մագիստրատուրան ոչ,
ու կարողացա օլիմպիական վարկանիշ նվաճել, Պեկինի օլիմպիական խաղերի երիտասարդների աշխարհի չեմպիոն դառնալ, պատանիների Եվրոպայի չեմպիոն դառնալ եւ ճանաչվեցի բուի լավագույն ուսանող։ Հայրս հպարտ եկավ, առաջի անգամ էր որ համալսարան եկավ, այդ արարողությանը, միջոցառմանը, երբ պարգևադրեցին որպես ֆակուլտետի լավագույն ուսանող միջազգային հարաբերությունների, ու այդտեղ ընդունեց, որ փաստորեն կարելի է։ Այո, եւ շատ բարդ է, կրկնեմ, եւ հիմա միջազգային ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայում եւ միջազգային օլիմպիական կոմիտեում գործից մի մասը նաեւ սա է։ Աշխարհի տարբեր երկրներով ճանապարհորդել եւ կիսվել այս փորձով, ինչպես դա հաջողվեց, եւ ամենակարևորը ցույց տալ, որ հնարավոր է դա։ Ձեր դիմաց կանգնած է մարդ, ով դա հաջողել է։ Դա է ուզում հարցնել, ճիշտ ասած, ինձ համար մի մարդ է, որը առնվազն 3 կարծրատիպ կոտրել, հեսա երրորդն կանդրադառնանք, առաջին արդեն մենք խոսեցինք, որ փաստացի կարողացել ես հայտնի մարզիկի ընտանիքում օլիմպիական չեմպիոն եւ այլն կայանաս որպես անկախ մարդ, ճանաչելի սպորտսմեն, բազմաթիվ տիտղոսակիր մարդ, այսինքն ոնց որ առանձին քանդումն է ստեղծել ըմբշամարտում։ Երկրորդ այդ կարծրատիպն է, որ սպորտսմենները սովորաբար գնում ֆիզկուլտուր ինստիտուտ են ավարտում, եւ այլ բաներ չեն շարունակում, եւ հատուկենտներից է, իրոք, որ ապացուցել է, որ տենց պետք չի նայել սպորտսմենների վրա, որ սպորտսմենը կարող է նաեւ միջազգային հարաբերություններում սովորի, տեխնացու դառնա, պաշտպանի, լավագույն ուսանող լինի։ Դա երևի բարդ է, չէ, որովհետեւ հիմա այստեղ ուրիշ բանով եմ ասում, մենք ասում ենք, որ դու դաշնամուր ես նվագում եւ սպորտային միջավայրում երևի մի քիչ ուրիշ ձև են նայում, հիմա բավականին պոպուլար հայտնի սպորտսմենը, կոպիտ ասած միջազգային հարաբերությունների ֆակուլտետում է հայտնվում, այնտեղ վերաբերմունք չկար այս մարդը ինչ գործ ունի, այսինքն սպիտակագրավը ինչ է եկել ստեղ, ինչ է ուզում գտնի։ Չեն ասիկն մտքում քո գործը սպորտը չի, գնա սպորտով զբաղվի, էլի։ Լրիվ հասկացա հարցը ու նորից շատ կարևոր թեմա բացեցիր, կլիշեի թեման։ Այո։ Նախապես կանխակալ վերաբերմունք ելնելով քո մասնագիտություններից մեկից, հա։ Օրինակ, որտեղ է գրված, որ պետք է մարզիկը միայն սպորտով զբաղվի եւ իրավունք ունի գիտություն մտնել կամ նույն ձևի արվեստագետը կամ մշակույթի գործիչը ինչի պետք է այլ մասնագիտություն չունենա, կրկնեմ մասնագիտության մասին է, ոչ թե հոբի բոլորն է կարող են ունենալ, բայց շատ հաճախ ասում են դե եթե ես ոլորտից է, թող գնա այդ ոլորտը ու կրկին փորձում են քեզ կոտրել։ Ցույց չեն տալիս, որ դու դրսևորվես, ինքնադրսևորվես այլ ոլորտներում։ Դա կարող է ամենատարբեր ոլորտներ լինի, ոչ պարտադիր չի գիտությունը լինի։ Օրինակ ունենք հայտնի մարզիկներ, ովքեր ինչ-որ մի բան որոշել են անցնել եւ միայն զբաղվել գյուղատնտեսությամբ, խորացել են դրա մեջ, ունենք ովքեր արհեստով են զբաղվում, դարբնագործությամբ են զբաղվում եւ միայն Հայաստանին չի վերաբերում։ Դա լուրջ խնդիր է։ Արհեստական դժվարություններ են քեզ համար առաջացնում եւ դա եղել է նաեւ ինձ հետ, հատկապես երբ արդեն մտա քաղաքականություն, մարդիկ կամ չուզողները կամ չհասկացողները ուղղակի մի կողմ դնելով քո մյուս մասնագիտությունը, որտեղ դու իդեալական տիրապետում ես, որին միջազգայնագետի, պատմաբանի մասնագիտությունը, սկսում էին պիտակավորել, որ մարզիկը եկել զբաղվում է քաղաքականությամբ։ Ես ուղղակի մեկ հարց ես տալիս, բայց ես միայն մարզիկ չեմ, ես նաև միջազգայնագետ եմ, ինչը ինքնին ենթադրում է հենց զբաղվել քաղաքականությամբ, որտեղ հիմնականում քաղաքականության մեջ են այդ մասնագիտության մարդիկ եւ ինչքան շատ լինեն այդ մասնագիտության մարդիկ, քաղաքագետները, միջազգայնագետները, պատմաբանները, իրավաբանները, այդքան քաղաքագիտությունը, քաղաքականությունը ավելի որակյալ կլինի։ Եվ հակառակ իշքան այսպիսի պատեհապաշտներ լինեն, որ կապ չունեն գիտության, կրթության եւ կոնկրետ այդ մասնագիտությունների հետ, ավելի բարդ կլինի եւ ոչ պրոֆեսիոնալ։ Չեն կարողանում մարդիկ պատկերացնել դա, երևի ինչ-որ առումով օբյեկտիվ պատճառով, որովհետեւ քիչ է, որ համատեղել են երկուսն էլ այսպիսի բարձր մակարդակով եւ նաեւ ամբողջ աշխարհում է քիչ։ Ընկերներից մեկը հենց գիտական ոլորտից ուսումնասիրություն էր արել, թե քանի օլիմպիական մրցանակակիր կա գիտությունների տեխնացուի
մակարդակով, եթե չեմ սխալվում, շուտվա խոսակցությունը զրույց է եղել, ամբողջ աշխարհի բնակչության մեջ թիվը 1%-ը չէր անցնում։ Պատկերացեք, դու այդ 1%-ից 1%-ի մեջ ես, որ եւ ունես օլիմպիական մեդալ, եւ գիտական աստիճան։ Հիմա ժամանակակից շրջանում Բրիտանիայում գիտեմ օլիմպիական չեմպիոն եւ օլիմպիական մրցանակակիր եղբայրներ, մեկը եթե չեմ սխալվում լորդերի պալատում է եղել, մյուսը չի քաղաքականությամբ չի զբաղվել, բայց այսպիսի օրինակներ ունենք։ Ալեքսանդր Կարելինի օրինակը ունենք, պրոֆեսոր, գիտությունների պրոֆեսոր եւ նաեւ Ռուսաստանի ես իր լեկցիային ներկա եմ եղել, հա, եթե աչքերդ փակես, երբեք չես կարող պատրաստված մարդու լեկցիա էր, այսինքն տիրապետում էր հարցերին պատասխան, եւ եթե աչքերը բացում ես, հա, Կարելինը հայտնի աստղը, դեպքից արդեն ու զարմանում ես էլ այդ բանի վրա, որտեղ ասում ես սխալ կլիշեներ են, իհարկե, բայց այդ կլիշեները դա ուզում իմանալ, քեզ սովորելու ընթացքում դա խանգարում է, շատ է խանգարել սկզբում, հետո բնականաբար արդեն մարդիկ ծանոթանում են, ճանաչում են քեզ, պետք է պարտադիր էստեղ նշեմ դասախոսներիս եւ շնորհակալ եմ նրանց տված կրթության համար, նաեւ դաստիարակության, որովհետեւ կրթությունը նաեւ դաստիարակչական բաղադրիչ է ենթադրում եւ նաեւ այդ վերաբերմունքի համար, որ կարծատիպերով մեծամասամբ կարծատիպերով չմոտեցան։ Այսինքն գնահատեցին տեղում ինչպիսին ես, ինչպիսի գիտելիքներ ունես եւ ըստ արժանվույն գնահատեցին մի բան էլ հակառակ փորձեցին օգնել, նպաստել, որպեսզի նաև չտուժի քո սպորտային կարիերան, ինչպես օրինակ քննությունների ժամանակ ֆիզիկապես դու երկրում չէիր, ընտառաջում էին, նշանակում էին մեկ այլ օր հենց այն մարդկանց համար, ովքեր հարգելի պատճառով բացակայ են, եւ դրանից քո գնահատականը չէր տուժում։ Օրինակ եղել է ինձ մոտ, որ եկել եմ արտաքին գործերի նախարարություն եմ քննությունը տվել, նախապես, որպեսզի հետո գնամ մրցումների եւ բացակա չստանամ քննություններից։ Եղել է, որ խնդրել եմ հենց միանգամից դասարանում սովորական դասաժամի ժամանակ ռեֆերատս ներկայացնել, պաշտպանել, որպեսզի հետագայում երբ իսկական օրը, ճիշտ օրը, նշված օրը լիներ, ես տեղում չլինեի, նորից գնահատականից վրա չազդեր եւ այդ հարցերում բոլոր դասախոսները, անխտիր բոլոր դասախոսները ընտառաջել են, գրականությունը ժամանակին տրամադրել են, ինքս երբեք նրանց պատիվը չեմ գցել, հա, ժամանակին եկել ներկայացրել եմ խոստացած ժամկետները միշտ պահել եմ, ինչը տվել է արդյունք եւ հիմա երբ նույն դասախոսությունները արդեն միջազգային արենայում վարում եմ, կետերից մեկը հենց դա է։ Պարտադիր բուհական կրթության ժամանակ գտեք լեզու ձեր դասախոսների հետ։ Հենց այդ թեմայով։ Հակառակ դեպքում, եթե այդպեսի ֆիքսված 4 ժամկետներով փորձես առաջնորդվել, կխանգարեն իրար։ Պատկերացեք մրցումների օրը քննություն է։ Մեկնումեկից պետք է զրկվես։ Եվ եթե կարողանում ես լեզու գտնել, նորմալ մարդկային հարաբերություններ ստեղծել դասախոսի հետ, ինչ ես խնդրում, չէ, ուղղակի ճկունություն։ Չես ուզում, որ քեզ ընտառաջեն, չէ, ճկունություն դրսևորեք, ես էլ այս հարցում մի ամբողջ երկրի պատիվ եւ դրոշ եմ բարձրացնում, պատիվ եմ բարձր պահում եւ փառք ու պատիվ իմ դասախոսներին ստացվեց, ինչի համար շնորհակալ եմ։ Ասեն հիմա նայ պոպուլյար արտահայտություն կա Հայաստանում չքաղաքականացրեք, բայց քաղաքականացնել են։ Ինչ հա, որովհետև դա երրորդ կարծրատիպն է, հա, որը դու կոտրեցիր, այսինքն դու մտար քաղաքականություն, հաջողված մտար, հա, ինչպես ամենտեղ, բայց ամեն ինչ թողեցիր եւ դուրս եկար։ Եթե ես չեմ սխալվում, առաջին մարդն ես, որը ԿՊ-ին որպես պատգամավոր հաջողություն է ասել եւ մտել է անդիմադիր դաշտ։ Եվ ես գիտեմ, որ քեզ նաև դեսպանի աշխատանք էր առաջարկվել, եթե ճիշտ եմ հիշում, ասեն, որ երկիր ուզես, այդ երկիրն էլ պետք է գնաս։ Ինչն էր խնդիրը, ինչի համար դու այնտեղ հայտնվեցիր, հա, եւ ինչու դու այնտեղից դուրս եկար, դրան պատասխանի եւ մյուս հարցս կտամ արդեն։ Շատ լավ։ Այդ չքաղաքականացնել տերմինը արդեն կարծես վիրավորանք է դարձել։ Մի փոքր անդրադառնանք այդ տերմինին։ Ես ասում մարդը ստորացնեն, ուղղի վրա բան անեն, էլի կասկածեն, իսկապես գիտելիքի։ Երբ ամեն տարբեր հանդիպումների ժամանակ տարբեր միջավայրերում նստում ես ու հանգարց մի առօրյա թեմա ես անդրադառնում, որևէ մեկին անձնապես չանդրադառնալով, ուղղակի գնահատական ես տալիս ինչ որ երևույթի, ասենք Հայաստանում պետք է կոնֆերանս լինի, գնահատական ես տալիս, արժի թե չէ, կամ տարական ինչ որ մի օրենք է փոխվել, որը բոլորիս է վերաբերում, հանգարց միջավայրում 1, 2, 5, չգիտեմ, մի քանի հոգի պարտադիր պետք է ասի։
Եկեք այսօր ազգույթը չքաղաքականացնենք։ Ու երբ ուղիղ հարցնում ես, թե լավ, բայց սա մեզ է վերաբերում, չէ՞, մեր կյանքին է վերաբերում։ Օրինակ գույքահարգը բոլորիդ է, չէ՞, բոլորիս է վերաբերում։ Խոսենք թե չխոսենք գույքահարգի բարձրացման մասին, թե չարժի։ Բարձրացնեմ ոչինչ, ինչ ոնց որ կարելի է ընդամենը մի քանի տարի առաջ մեկ ծառ կտրելուց նստել ժամերով քննարկել լավ է թե վատ, ինչը վատ է, ծառ կտրելը վատ է, իսկ այսօր երբ մի հսկայական ոլորտին վերաբերող օրենք է փոխվում եւ ուղղակի ուզում ես քննարկես, հասկանաս քո շրջապատի կարծիքը, միանգամից ասում են չքաղաքականացնենք, չգիտեմ ինչ է եղել մարդկանց հետ, իրանց թողենք վերադառնանք մեր հարցին։ Ուղղակի նախապես ասեմ, նաև այստեղ զրուցել ենք Աննա Գրիգորյանի հետ, նույն ձևի ինքը մանդատը ստացավ, միանգամից դուրս եկավ, որովհետև էլի ինքը չէր պատկերացնում իրեն այնտեղ, որտեղ ինքը պետք է լիներ, էլի։ Աննայի հետ հնարավորություն չունեցանք աշխատել, որովհետև Աննան ավելի ուշ շրջանում եկավ, ես շատ ավելի շուտ մանդատը դրեցի։ Դու առաջինն ես, դրա համար վերջին լաստիճ։ Եվ մինչև պատերազմը։ Այս շատ կարևոր է ինչի, որովհետև նրանք հենց այս ԿՊ կոչվածը փորձում են ինչ-որ տարբեր մարդկանց, ոչ ինձ չէ, որովհետև ամսաթիվ գոյություն ունի, տարբեր մարդկանց, ովքեր գաղափարային հիմքով հեռացան նրանցից, փորձում են կպցնել նորից նույն կլիշեն, թե խորտակվող նավից որոշեցիք փախնել։ Ես սեպտեմբերի 10-ին 2020 թվականի, երբ պատերազմին դեռ 2-3 շաբաթ կար, հա, 3 շաբաթ, 2 շաբաթ, 20 օր համարյա, մանդատս դրեցի եւ երկար process էր։ Այդ process-ը չէր սկսվել այդ ժամանակ, հա, մայիս ամսից էր սկսվել, երբ շատ եմ խոսացել այս թեմայով, բայց հակիրճ անդրադառնամ, երբ ուղղակի բոլոր ապացույցներով, հիմնավորումներով ցույց էի տալիս, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտում այս քաղաքական ուժը արդեն ապացուցված ցույց եմ տալիս, որ մտածված սխալներ են անում։ Ինչի եկեք հասկանանք պատասխանը։ Ես չգիտեմ։ Պահանջում էի հանդիպում այդ ժամանակվա պատասխանատուի, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի Հարությունյան Արայիկի, մեր ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի անդամների, ես մենակ չէի, 7 պատգամավոր էին, պահանջում դա, ամեն մեկը մի քանի ոլորտ էր ուսումնասիրել եւ բարձրացրել խնդիրները, հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ եւ կառավարության ղեկավարը, ով մինչեւ այսօր նույն ղեկավարն է։ Ասում եկեք հանդիպենք, փակ քննարկենք, մենք կհիմնավորենք, որ սխալ է, թող ոլորտի պատասխանատուն պատասխան տա, ինչի է սխալ։ Արդեն կասկած կա, որ մտածված է անում սխալները։ Իսկ հիմնական 1-2 սխալները որոնք են, որ քեզ հունից հանեցին։ Շատ էր, 1-2 չէր։ Կոնկրետ սպորտի ոլորտում ինչ ծրագրեր առաջ ենք տալիս, հիմնականում միանգամից դեմ էր առնում նրա ստոպին, արդեն չէր համագործակցում ազգային ժողովի, չգիտենք, իրոք չգիտենք, հենց դա ենք ուզում հասկանալ։ Ինչու՞մն է խնդիրը։ Ինչպես է ստացվել, որ մինչև այդ ժամանակ կար համագործակցություն, ԱԺ գործադիր օրենսդիր, ինչը պետք է այդպես է լինի, հատկապես որ մի քաղաքական ուժ եք ներկայացնում այդտեղ, եւ հանգարց ինչ-որ մի պահից անընդհատ բլոկել, կար համասարանի խնդիրները, տարբեր մանկավարժականի նկար, Երևանի պետական ֆիզկուտ ինստիտուտի խնդիրները կային։ Տեսեք, մի շատ կարևոր բան կա։ Ում է վստահված իշխանությունը, թե ամբողջ իշխանությունը, թե առանձին ոլորտներում։ Երբ անդրադառնում ես առանձին անհատների, հիմնական անհատներին այս քաղաքական ուժի, չկա մեկը, ում կարելի լինի վստահել մի ամբողջ ոլորտ, կապ չունի որ ոլորտն է։ Եկեք հերթով անցնենք ԿՊ-ի հիմնական դերակատարների անունների վրայով, տեսնենք, որը ինչ ոլորտ է համակարգում, սկսած պաշտպանության նախարարությունից, արտաքին գործերի նախարարությունից։ Իսկ թվում է իրանք, չգիտեմ, այդ կողոքանոց բուտկայել չեն կարող կառավարեն։ Հիմա հարց, այդ մարտը, երբ որ գալիս վերցնում է մի ամբողջ նախարարություն, որը ունի ոչ համապատասխան կրթություն, ոչ ունի կառավարման փորձ, ոչ ունի գիտելիքներ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում հաստատ չի կարողանալու։ Տվյալ քաղաքական թիմի խմբի դեպքում պարագայում մենք տեսանք, որ ցանկություններ չկա ճիշտ անելու, որովհետև եթե ցանկություն լիներ, գոնե իրենց կշրջապատեին պրոֆեսիոնալ մարդկանցով։ Նույնիսկ ամենանեղ շրջանակը, որոնցով իրենց շրջապատել են, հատուկ են բացառություններով ոչ մեկը պրոֆեսիոնալ չեն։
Իսկ նրանք ովքեր պրոֆեսիոնալ են, չի կարող շեֆից խելացի լինի։ Այդ է ուզում ասել, նույնիսկ խելացիները թույլ չեն տալիս աշխատել, եւ երկրորդ, ինչպես կդիտվի, եթե ենթական շեֆից խելացի լինի։ Կամ դու պետք է հիմար ձևանաս, եթե խելացի ես, որովհետեւ պայես գործդ, կամ ուղղակի քեզ շատ արագ կհեռացնեն այդտեղից։ Հիմա կներես, ասենք բան կա, Դալեսի պլան, չգիտեմ, ասում են կեղծ է եւ այլն ֆեյք է, բայց այնտեղ մի հատ հետաքրքիր կետ կար, որ ասում է, եթե ուզում ես ոլորտը քանդես, այդ տգետին նշանակում է, ինքը արդեն իր ձեռներով ամեն ինչ կանի։ Այդ պլանով են առաջնորդվում։ Ես հենց դա եմ տեսնում, նույնիսկ չեմ ստուգել իսկապես այդպիսի բան եղել է թե չէ, բայց կարդացել եմ այդպիսի նյութ երկրորդ համաշխարհային ընթացքում Խորհրդային Միության բանակում գտել են մի պետական դավաճանի գեներալի աստիճանով եւ ներկայացրել են ղեկավարությանը, որ պետական դավաճան է, սկզբում չի հավատացել ղեկավարությունը, որովհետեւ փայլուն կարիերա է ունեցել, բոլոր ճակատամարտերը հաղթած, չես կարող մեղադրես, եւ խորացել են, սկսել են ուսումնասիրել ավելի խորքային, պարզվել է, որ այս մարդու մոտեցումը հետեւյալն է եղել, բոլոր իրեն ենթակա ոլորտներում նշանակել է ոչ պրոֆեսիոնալների, ավտոմատ ոլորտները քանդվել են։ Հիմա պատկերացրեք նստած, տանը ես երեք կապշել եմ, որ ասում եմ մենք խորվիրապ, անենց ենք ուրիշ ռակուրսով ենք ցույց տալու, որ մենք ուրիշ կողմ չենք նայում։ Հիմա դա ինչպես բացատրես ապիկարություն։ Հիմա ինչ բացատրել են, եթե Մասիսարի վրա նայել շտրաֆ են անելու մարդկանց։ Ամբողջ Երևանից ամենալավը գնան բրոկերներին ասեն, որ բան, ոլորտները որտեղ Մասիսի վրա են, այդ պատուանը պետք է փակեք, քարերով, ինչ այդպես պետք է եւ անել։ երբեք չի կարելի այս մոտեցումը բնորոշել կամ գնահատական տալ որպես ապիկարություն։ Սա մտածված քաղաքականություն է։ Դա դավաճանությունն է, թշնամությունն է արդեն։ Ինձ համար բոլոր պետական դավաճանության այդքան չէր կարա բան անել։ Ես իմ բանի եմ եկել, ոնց որ օրինակ թշնամին ու հանգիստ ապրում եմ արդեն այդ բանը, որովհետև դավաճան մարդը ինչ որ պրիձել պետք է ունենա, հուդան դավաճանից գնաց կախվեց։ Հա ինչ որ բան իրան կարելի էսպես չկա։ Կարելի էսպես սահմանել։ Սկզբում տեղի ունեցել պետական դավաճանություն եւ հետո արդեն որբիսի պայես քո իշխանությունը, ուղղակի դու վերածում ես թշնամու, քո իսկ երկրի, քո իսկ ազգի 150,000 մարդ անտեր անտունա դառնում, սալուտ են խփում։ Անհնար է նորմալ մարդու համար կարեն այս քայլերը ուղղակի նստել եւ մեկնաբանել, որովհետեւ դա աբսուրդ է։ Երբ 120,000 մարդ 9 ամիս շրջափակված դու հանդիսանում ես, տվյալ պետությունը հանդիսանում է այդ երկրի գարանտը, անվտանգության, սահմանադրությամբ ֆիքսված եւ տեղի է ունենում ռազմական հարձակում 120,000 մարդու վրա, կանայք, երեխաներ, ծերեր, այդ 120,000-ի մեջ 10 միլիոնի կողմից դու հանդիսանելով տվյալ տարածքի, տվյալ բնակչության գարանտը չես միջամտում, չես կատարում օրենքով սահմանված քո պարտականությունները եւ հետո մեղադրում ես այդ 120,000-ին, թե ինչի չեն կռվել մինչեւ վերջին մարտը, փախել են։ Մեղադրում ես ամենավերջին այլանդակությունների մեջ, ամենաստոր արտահայտություններն ես թույլ տալիս։ Եվ հետո, շատ ճիշտ նշեցիր, շարունակում ես զուգահեռ հենց այստեղ քո պետության մյուս հատվածում քեֆեր, խնջույքներ, ուրախություններ անել, նույնիսկ սկոր չես հայտարարում զոհերի իշտակը հարգելու եւ այլն, ինչպես կարելի է դա նորմալ մարդկանց նստել եւ վերլուծել։ Դա չի վերլուծվում։ Չէ, ինձ միշտ թվում է, որ մի օր կհավաքենք, ասենք ստոպսնյատը ցրվեք տներով վերջացա, որովհետեւ ես այս դոկումենտալ ֆիլմում մասնակցելու արդեն հավեսը չունեմ, բայց ելի եմ ասում, եթե ինձ 10 տարի առաջ ասել, որ sense բաներ են կատարվելու, ես կասեի, այս մարդը երևի հոգեկան հիվանդ է, անցի առաջ ընկել։ Արդեն դες ինչ հարց ուզում տամ, դու իրենց մեջ եղել ես, դու զգացել ես այդ իրենց վերաբերմունքը Հայաստանի հանդեպ եւ որ դու դուրս ես գալիս, դա նախախնամություն էր, որը քեզ փրկեց հանեց ենթադրենք ոչ թե խորտակող նավից, այլ թրքացող նավից, այսպես ասենք, էլի։ Ուղղակի հետաքրքիր է, որովհետեւ շատ քիչ մարդ, որոնք եղել են այնտեղ, հա, եւ կարողացել են դուրս գալ այնտեղից, որովհետեւ պաշտոն են առաջարկում, ես են անում, վախացնում են, ինչ որ բաներ են անում, քո պարագայում ոնց է դա եղել։ Շատ հաճախ եւ ընտանիքս եւ ամենահարազատ մարդիկ եւ նաեւ անծանոթների դեպ երբ հանդիպում են կամ զրուցում են, գիտեմ որ մի ցավոտ թեմա, բայց ուղղակի հետաքրքիր է, էլի։ Գիտես, Տիգրան, այսպեսի բան կա,
Այդպես ընկա բաների հիշողությունների մեջ անընդհատ շնորհակալ եմ Աստծուն, որ այդ ուժը տվեց, որ կարողանամ այդ որոշումը կայացնել։ Որտեղ շատ բարդ էր։ Ճնշումը ահռելի ճնշում էր ու բոլոր առումներով էր բարդ, բացատրեմ ինչի, որովհետև ժամանակ է անցել, միգուցե մոռացել ես եւ մեր դասողները միգուցե մոռացել են 70% ռեյտինգ ունեն այդ ժամանակ։ Պիկի վրա են հատկապես հուլիսյան պատերազմները։ Այո, շատ գեղեցիկ էին կազմակերպել Սարդարապատ, մեդալներ ու այդ փուլում դու հանրությանը բաց տեքստով ասում ես, որ այսպես շարունակվելու դեպքում կկործանենք առնվազն այս ոլորտները։ Մարդիկ ասում են, հո գիժ չես։ Ու սկսում են ուրիշ բաներ մտածել, չէ՞, պատճառը ո՞րն է։ Արի ապացուցի, որ քո այս վերջին տարվա, տարի ու կեսվա վերլուծությունները թույլ են տալիս քեզ գրեթե վստահ ասել, որ վերջը վատ է լինելու։ Անընդհատ ասում եմ տպավորություն է, որ աշխարհի քաղաքագիտական բոլոր փորձերը մեզ վրա անում են։ Փորձում են, էլ ինչ կարելի է Հայաստանի վրա փորձել, հայ ազգի վրա փորձել, կրոնը, հələ փորձենք մի հատ կրոնը ոչնչացնել, ընտանեկան արժեքները, դաստիարակությունը, բարոյականությունը, չի կարելի, չէ՞ լավ, տարական բան է, կարգ է, նույնիսկ դահորենք չի, կարգ է, 40-ը չլրացած, չէ, քեֆ չեն անում։ Մենք պետական մակարդակով ենք անում։ Մարդիկ հարսանիքներ էին անում, մեծ քաղաքական գործիչները հարսանիքներ էին անում, սալյուտներ էին խփում։ Ապրիլի 25-ը քաղաքացիները խորոված են սարքում։ Ընդդեմ հետաքրքիր է, որ քաղաքացիները հաջորդ տարի համընկնում է ապրիլի 24-ի հետ։ Ինքը շատ հետաքրքիր է ինչ է լինելու։ Չի նկատել, հիմա էլ այդ։ Դες մենք եկանք իմ ամենասիրված հարցին, բոլորին տալիս եմ ճիշտ ասած, նայեք 21 թվականի ընտրություններից հետո երբ կատարվեց մի բան, որը աշխարհում երևի թե հատուկ դեպքերից է եղել, եւ ժողովուրդը ընտրեց պարտված վարչապետին, Դմիտրի Ալշանսկին բավականին հետաքրքիր էսե գրեց Արմենիա ու Ստալիբույց Արմենիա։ Ու ինքը բացատրում էր, որ այս ընտրությունը հիմնական պայմանությունն դրան է, որ հայ ազգը հոգնել է քարից հաց ստանալ, հոգնել է գնալ սահման, հոգնել է կանգնել դիրքերի, հայ ազգը ուզում է iPhone, հայ ազգը ուզում է չգիտեմ, լարնակա 2 եվրո, այդ հիմա ուղղակի ասում եմ, այդ մոտարապես գաղափարն եմ ասում։ Ես ասում մարդիկ ուղղակի ուզում են պոստմոդեռնի մեջ ապրեն, դրա համար էլ այսպիսի բան է եղել։ Դու այդ կարծիքի հետ համաձայն ես եւ անցել է երևի թե 5 տարի, հա, իր գրածից հետո ես մի փոքր հակառակ process եմ տեսնում։ Ես ինչ-որ տեսնում եմ, որ որոշակի ձևով էլի հայ ազգը ուզում է դառնալ հայ ազգ եւ հպարտանալ հայ ազգը։ Դու դա տենում ես այդ տենդենսները, համաձայն ես այդ կարծիքի հետ։ Տիգրան, ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ։ Համաշխարհային տենդենս է, դա միայն Հայաստանին չի վերաբերում եւ կարող եմ իմ կարծիքը ասել ինչի այդպես։ Ուրեմն աշխարհ տեսած մարդից բարից բուն իմաստն է։ 65 պետություն արդեն բացի տեսած աշխատացել է։ Այո։ Այսինքն տուրիստիկ արկավիճակով չես գնում, այլ մարդկանց հետ առնչվում ես, շփվում ես եւ լսում ես։ 21-րդ դարում փաստորեն եկանք մի վիճակի, երբ համաշխարհային պատերազմները գնում են ռեգիոններով։ Ուկրաինայինը տեսնենք, Իրանինը դիտենք, չկա այլևս ուղղակի փոքրիկ մի երկու պետությունների միջև պատերազմ։ Գերտերությունները պատերազմում են երրորդ պետության տարածքում։ Ինչն է նվաստացնող նաև ռազմական պարադը անցկացնելու է կապիտուլյանտ, պարտված, ստորացված պարադը չի ասում է։ Չգիտեմ ինչ անելու։ Ցուցադրություն, հա, նույնիսկ բառերից է վախենում, չէ՞։ Բայց նույնիսկ ցուցադրության ժամանակ, եթե նա պետք է ընդունի, ստորացուցիչ է, երբ գեներալը անցնում է խայտարակված, այսպես կոչված գերագույն հրամանատարի մոտով, հա, այստեղ էլ է շատ կարևոր բան է։ Մենք ազգով համաձայնում ենք դրա հետ, որ Հայաստանի ղեկավարը լինի ստորացված, խայտարակված քաղաքական գործիչ, որ բոլորի կողմից է խայտարակված, իր առօրյա վարկագծով եւ շարունակում է մարդը խայտարակվելու հաճույք ունի կամ ցանկություն ունի, չգիտեմ, ինքնախայտարակելու եւ նաեւ օբյեկտիվ պատճառով խայտարակված, հա։ Հաստատ ես ուղղակի նայեմ, ստեղ հասկանում եմ զոմբիացնում են տեխնոլոգիան կիրառում եւ այլն, դու էլի որպես հասցիր 65 եղած մարդ ու շփվում ես հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ես գիտեմ, հա, եւ ամենտեղ փորձում ես, հա, կապեր հաստատել,
Սփյուռքում գոնե հասկանում են, որովհետև իրենք այդ ռոպագանդայից մի քիչ զուրկ են։ Իրենք հասկանում են ինչ է կատարվում Հայաստանում։ Չէ, չեմ կարող միանշանակ ասել, որ հասկանում են, շատ տարբեր է։ Սփյուռքները շատ տարբեր կան եւ այս ռոպագանդան, այսպես ասած, կերած մարդիկ, դրա տակ մնացած մարդիկ եւ կան շատ ստապ դատող շրջանակներ, կան նեյտրալ, որ ուղղակի հետեւյալ սահմանումն են տալիս, չէ, ով ուզում է լինի Հայաստանի իշխանությունը, մենք աշխատելու ենք իրաց հետ։ Այսինքն մարդկանց վերաբերմունքը, նաև որոշ շրջանակ, չեմ ասում բոլորը, որոշ շրջանակների վերաբերմունքը նույնիսկ այդպիսին է։ Եվ շարունակելով այն թեման, որ կիսատ մնաց, ասում եմ լավ, քաղաքականությամբ չեք ուզում զբաղվեք, մի զբաղվեք, խնդիր չկա, բայց գոնե նայում եք վարկագիծը Հայաստանի իշխող քաղաքական ուժի ընտանիքի անդամների պահվածքը։ Չէ՞ որ նախկինում մինչև այս իշխանությունը մենք նայում էինք երկրի ղեկավարի տղան, աղջիկը ինչպիսի վարկագիծ ունի, ինչպես են իրենց պահում, չէ՞, անընդհատ քննադատում էինք հանգարտ միտեղ, չգիտեմ, մի փոքր արագ քշես մեկնա։ Ինչ իր ընտանիքը ոնց է կառավարում, բայց էլ երևի ընտանիքը փոքր մոդել է, չէ՞ կառավարում։ Տիգրան ջան, հենց դա է ուզում ասեի, մարդը եթե չի կարող կառավարի իր ընտանիքը, ինչպես կարող է մի ամբողջ պետություն ղեկավարի։ Եվ եթե ընտանիքը, որը հիմնականում իրան ճանաչում է, իր հետ է երկար տարիներ եղել, իր կողքը չի, հիմա իր մեջ ապագա չի տեսնում, ոնց են մեզ համոզում, որ մեր ապագան ինքն է։ Ու խնդիրը ո՞րն է, մենակ ինքը չի, է։ Էլ մի հատ նայեք, այդ ԿՊ կոչվող ուժի մեջ իշքան այդպիսիները կան։ Շատ են, որ խորանակ տեսնեք, նա ազգային ժողովի նախագահին նայեք։ Հապկ են ջոկել իրանց։ Ես տեսնում եմ, հա։ Այս շատ մեծ պրոյեկտ է։ Իմ կարծիքով էս հսկայական աշխատանք է տարված, ուղղակի վերջում պետք է ապացույցներով ունեմ ենթադրություն, չեմ ուզի առանց փաստերի, հա, բանել, բարձրաձայնել, բայց պետք է այս ժամանակի ընթացքում, երբ արդեն այն որ գլուխներս ավելի հանգիստ լինի եւ միջավայրը նպաստավոր, հա, պետք է իսկապես ուսումնասիրել շատ խորությամբ, թե էս ինչ էր, էս ինչ ծրագիր արեցին, իրականացրեցին մեր հետ, հատնտիր ընտրած մարդկանց, իսկ այն փոքրատիվ մարդիկ, ովքեր կային արժեքներով, ուղղակի չլիմացան դուրս եկան։ Ամբողջ կառավարությունը կրկին անցնենք, հա, ով է սոցիալ-նախարարն է իր տեղում։ Տեսեք, Սուրենի մասին վարչապետն է իր վարչապետն է ամենակարևորը, դու ազգային ժողովի նախագահն։ Դա ստորացնող է ամբողջ աշխարհում, մեկ ստորացնող։ Պատկերացրեք, եթե մենք գիտենք, ամբողջ աշխարհի հատուկ ծառայությունները գիտեն, չէ՞ ով է ինքը։ Ախր սա բացառիկ վատ օրինակ է, բացառիկ, սա խեղկատակություն է։ Այդ մարդը ես եմ ասում, զուտ վիզուալ, հա, այդ մարդը չի համապատասխանում իր բանին։ Հիմա այս մարդը ես կարող եմ ենթադրել եւ ունեմ դրա հիմնավոր պատճառները, որ վաղուց ունեցել է երազանք լինի օլիմպիական կոմիտեի նախագահ, որտեղ դա նախ շատ այսպես պրեստիժնի, հա, այդ բառը օգտագործենք, պաշտոն է, նախ դու դառնում ես համաշխարհային սպորտային ընտանիքի կարևոր անդամ, դու քո անձով բացվում են հսկայական հնարավորություններ, իդեպ նաև ստանում ես այդ ընտանիքի պաշտպանվածությունը, պաշտպանությունը եւ մտածում է, եթե այսքան ազդեցիկ եմ լինելով մեծ հաշվով ոչինչ, բայց մի ամբողջ պետության մեջ այսքան ազդեցիկ կերպար եմ, իսկ ինքը հաստատ է իշխող ուժի մեջ ազդեցիկ է, ինչի պետք է նաև դա չվերցնեմ, եթե հնարավորություն է ընձեռվել, ամբողջն են վերցնելու Տիգրան։ Աստված չանի, հունիսի 7-8-ին արթնանանք նրանք իշխանության։ Հարց. ամեն ինչի մասին բաց խոսել են իրենք։ Ասել են, որ Արցախը մերը չի, տարածքներ ունենք, որտեղ պետք է հետ տանք, ցեղասպանություն չկա, եկեղեցին պետք է լրիվ փոխենք կաթողիկոսով, ամեն ինչով։ Սրբազանները պետք է մնան փակի տակ, կալանքի տակ, չկան հեղինակություններ, չկա արտարադատություն, կոռուպցիան այլանդակ մակարդակի է հասնում, իրենք իրենց պարգևադրում են, ինչ ուզում անում են, եւ իրենք են վերին ճշմարտությունը։ Լինելու է այնպես, ինչպես իրենք են ուզում։ Ռուսաստանը թշնամություն։ Ռուսաստանը թշնամի է, չես հասկանում ինչ տրամաբանությամբ։ Ինչպես կարող է Հայաստանի հնարավորություններով երկիրը որոշի թշնամանալ գերտերություններից մեկի հետ, բայց դա թողենք։ Դրանից հետո ինչի դեմ ես պայքարելու։ Մարդիկ բաց, խաղակարտերը բացել են, ասում են մենք այսպեսին ենք։ Եթե նրանք մնում են իշխանության, դու ինչպես կարող ես այլևս չհամաձայնել նրանց հետ, եթե ապրում ես Հայաստանում։ Դու այդ բոլոր թեզերի հետ պետք է համաձայնես։ Պետք է մոռանաս ուրանաս ապրիլի 24-ը, այսինքն ցեղասպանությունը, պետք է ուրանաս քո պատմությունը, պետք է աշկ փակես Արցախում շարունակվող ոչրագործությունների, դառնալու է Արցախը Նախիջևան։
Երբ տարբեր մարդիկ, խելացի մարդիկ, հայրենասեր մարդիկ ասում են հնարավոր չի Արցախից հայկական հետ կմաքրել, ես ասում եմ նայեք Նախիջևանը։ Եթե նրանք մնացին իշխանության, բոլորիս բերաները ուղղակի փակվելու է, այլևս ուղղակի իրավունք չես ունենալու խոսես այդ թեմաներով։ Ինչ խոսես։ Ասել է մարդը։ Հիմա եթե խոսեմ արդեն ես հիմարի տպավորություն կթողեմ, դրանից հետո եթե խոսեմ, ասել են լավ, տղա ջան, դու իսկական խնդիր ունես։ Հա, այս մարդիկ էս են ուզում։ Ուզում են մեծամասնություն են, դու պրոգրամացում ես կամ հարմարվի կամ թող գնա։ Թող գնա, այստեղից դու պրոգրամացում ես։ Ու ով է գնալու որակյալ մասան։ Ինտելեկտուալ, հայրենասեր, ազգայնական մասան։ Հիմա այդ այլևս դրական չի համարվում լինել հայրենասեր, լինել ազգային, հայաստանյան օրակարգով առաջնորդվող, չէ, պետք է լինես գլոբալիստ, պետք է լինես աշխարհի քաղաքացի, ոչ Հայաստանի քաղաքացի, բայց իմ համար դրանք արժեքներ են եւ կարծում եմ, որ իմ հայրենակիցների համար եւս եւ մենք մեծամասնություն ենք, հուսամ, եւ պետք է ցույց տանք դա գործով։ Եթե պետք է, ուրեմն պետք է շարունակենք պայքարը նաեւ ընտրությունից հետո, որովհետեւ կրկնեմ, այս մարդը պատրաստ է ցանկացած այլանդակության։ Մի կերեք այդ խայծը, այդ սուտը քտերից է բերելու։ Հետո քտերից է բերելու։ Հիշեք հենց նրա հայտնի արտահայտությունը, երբ 21 թվականին այսպես կոչված վերընտրվեց, երբ մեղադրեցին նրան Արցախը հանձնելու մեջ եւ ասեցին ամբողջապես էս հանձնելու, մի նախադասություն ասեց, եթե հանձնելու եմ, ինչի եմ պատմության մեջ ամենամեծ բյուջեն տվել Արցախի հանրապետությանը։ Իրոք պատմականորեն ամենամեծ բյուջեն հատկացվեց Արցախին 21-ից հետո։ Երբ գնում էի Արցախ, շինարարական բում էր, մարդկանց բոլոր ֆինանսական կարիքները հոգում էին եւ ինչ եղավ հետո, պատասխանը բոլորս տեսան, գիտենք, պետք չի երկար մտածել։ Ընդամենը 2 տարի պետք եղավ, այսինքն հանրագումարում 5 տարվա 18-ից 23։ Ասացի ուրիշ եմ Արցախ, այո։ Սին դա այդ խայծն է, այդ կուտն է, որ դժգոհություն չառաջանա, բողոքի ալիք չառաջանա եւ իրականացնի այն ծրագիրը, ինչ որ ունեն սրանք։ Հիմա եթե պետք է նայենք, որ թոշակները 10,000 դրամով բարձրացավ, ուրեմն գնամ ընտրեմ, կրկնվելու է նույն ցավոք սրտի ճակատագիրը, ինչ որ տեղի ունեցավ։ Ասեմ թե պոզիտիվ եմ տրամադրված դրական հույսեր ունեմ, կխապեմ, սուտ կլինի։ Արի, գիտես ոնց պայմանավորենք, նա ես ամեն դեպքում մեջից ներքին օպտիմիստ ապրում եմ, դրա համար ես պլաններից չեմ խոսում հյուրերի հետ, որովհետև դա հունիսի 7-ից հետո, հա, որովհետև հիմա օրը կանգնած է, պայմանավորվենք, որ հունիսի 7-ին մեր մոտ շատ պոզիտիվ բան է լինում, մենք այս տարվա մեջ էլի հանդիպում ենք, խոսում ենք, հիմա որ եկանք հասանք վերջին հարցին, ինձ հետաքրքիր անվերջ կարելի է քո հետ զրուցել, եւս մեկ կարծրատիպ էսա կոտրում, բոլորը նույնիսկ նույնպես այդ հարցը տալիս եմ, եթե հնարավորություն լիներ այդ վերադառնանք սկզբին, հա, մեր փոքրիկ Արսենին, հա, կյանքը նորից ապրել, նույն ճանապարհը կընտրեիր։ Այո, նույն ճանապարհը կընտրեի, մի փոքր ընթացքում, մի փոքր չէ, տարբեր այսպես խաչմերուկներում, հա, կյանքի այլ մոտեցում կդրսևորեի, հաստատ։ Ոչինչից չես փոշմանել։ Չէ, բայց բնականաբար հեշտ է post-factum դատել, չէ, երբ արդեն գիտես արդյունքը, եթե իհարկե ինչ-որ միտեղ մեկը մի փոքր ավելի շատ հուշացնիներ կամ մի փոքր ավելի նշաններ լինեին, որ կարելի էր այստեղ այս մարդու հանդեպ այսպես վարվել, այն մեկին այսպիսի վարքագիծ դրսևորել, իհարկե կան փուլեր, որ կուզեի այլ վարքագիծ դրսևորացնեի, բայց ամբողջ ճանապարհը ոչ թե նույնությամբ կանցնեի, չի հրաժարվի անցած ճանապարհից, ուղղակի ընթացքում որոշ տեղեր, որոշ կանգառներում միգուցե ավելի երկար կանգնեի, մեկում չէի կանգնի, հա, բայց շատ հետաքրքիր ճանապարհ է, շատ տարբերվող, շատ պատասխանատու, ինքս գիտակցում եմ այդ պատասխանատվությունը, երբ հաճախ տեսեք թեմայից ինչ-որ հետաքրքիր բաներ է բացվում, զրույցներ հենց վերջին շրջանում, երբ հաճախ շրջապատումս ասում են, թե ինչ ես մտնում ես ամեն ինչ տակ, աշկ փակի, մի խառնվի, դեռ հակառակ լեզու գտի հետները, փափուկ հաճելի վայրների մեջ ապրի, վաստակել ես տարիների աշխատանքով, տես մյուսները ինչպես են անում, ինչ եմ ես ասում, ո՞րն է իմ բացատրությունը, պատասխանը։ Մեկ, ես կարծում եմ, որ
աստվածաշնչյան կարգախոսով շատ տրվել է, շատ է պահանջվում է։ Իհարկե։ Ես կարծում եմ, որ ինչ շատ է տրվել ի վերուստ եւ պետք է ես այդ ամեն ինչը հետ վերադարձնեմ։ Վերադարձնեմ ում ազգիս, հանրությանը, իմ հայրենիքին, որովհետեւ հայրենիքն է ինձ տվել։ Ես Հայաստանի շնորհիվ եմ, որ այն եմ իշքան։ Մանկապարտեզից սկսած, ինչից խոսեցինք, համալսարանով վերջացրած, սպորտով։ Երկրորդ, ինչ է նշանակում տեսնել հանցագործություն եւ լռել։ Նշանակում է դառնալ հանցագործության մաս։ Ես տեսնում եմ, չեմ կարող լռել։ Երրորդ, ով է էլիտան ցանկացած պետության։ Ըստ իս ինտելեկտուալ հատվածը հանրության։ Երբ ինտելեկտուալ հատվածը էլիտան լռում է, պարզ է պետք է խոսի ամբողը։ Ամբողը չի կարող դրական արդյունքի բերի։ Եթե ես ինձ համարում եմ էլիտայի հատված, պարտավոր եմ այս ճակատագրական փուլում, իսկ սա ճակատագրական փուլ է, կարծիքս արտահայտեմ, այլ ոչ ուղղակի հարմարվեմ, լռեմ եւ ուղղակի սեփական շահից ելնելով համագործակցեմ այն շրջանակների հետ, որոնք իրականապես կործանում են երկիրս, պետությունս։ Ինչպես այդ ամեն ինչի վրա աշկ փակես։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով այս անցածս ուղին նպաստել է, որ գամ այդ եզրահանգման։ Իմ կարծիքով, եթե ինչ-որ մի բան փոխեմ, չգիտեմ ինչպեսին կլինի այսօրը, հա, դրա համար շնորհակալ եմ այն հնարավորությունից, ինչ ինձ տրվել է ծնողներիս կողմից, շրջապատիս եւ ի վերուստ իհարկե, եւ փորձում եմ այնպես անել, որ պատվով շարունակեմ եւ չլինի հիմնավոր պատճառ ամաչելու, վատը զգալու, գլուխդ կախելու, ոչ միայն ինձ համար, ընտանիքիս համար, այլ նաեւ իմ ազգի համար, որ ցանկացած տեղ, երբ որ իմ անունը հնչի, հայը վստահ լինի, որ դա լավ իմաստով է հնչում, եւ ես էլ վստահ լինեմ, որ թեկուզ մի փոքր կարողացա Հայաստանի անունը բարձր պահել, հայի անունը բարձր պահել եւ ձևավորել հայի այն իմիջը, այն կարծիքը, որին մենք վստահ եմ եւ նաեւ դու ձգտում ենք եւ ուզում ենք, որ հայը այսպեսին երևա ամբողջ աշխարհի հանրության աչքերում, հա, այլ ոչ թե ինչ որ վատ կլիշեներով, հա, ինչ որ ցավոք սրտի հաճախ լսում ենք, այդպես չլինի։ Չլինենք որգրամոլ, չլինենք պատեապաշտ, չլինենք անհիմն կարիերիստ, չլինենք 130 փոխող, խապող, գծող, հա, այդ պետք է ամբողջապես հային չվերաբերի։ Անհատներ միշտ կլինեն, բացառություններ վատ միշտ կլինեն, բայց մեծամասամբ ձգտենք դրան։ Եվ իհարկե փորձես լավ օրինակ ծառայես, իմանաս, որ գոնե 1, 2, 10 քեզանից օրինակ եմ վերցրել, չեն հանձնվել այս ծանր փուլում, չէ՞ որ շատ բարդ է։ Ամեն օր տեսնում ես մեկը հանձնվեց, մեկը ճամբարափոխվեց, եւ ինչ-որ նորից այն մտքին ես գալիս, ինչ-որ մենք միասին քննարկեցինք, իսկ միգուցե ես եմ սխալ։ Հետո ասում ես, բայց ոնց կարող է սխալ լինեմ, Արցախը չկա։ Արարատից ուրանում են, ցեղասպան, ինչպես կարող ես կասկածես։ Դա արդեն փաստ է։ Այնպես որ պետք է ուժեղ լինել եւ գնալ առաջ։ Շնորհակալություն, Արսեն ջան։ Մեր հյուրն էր Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Ջուլխալեկյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։